Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Զեկուցող հարցի քննարկմանը հարց համար 31 Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցում միջոցառման շրջանակներում ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ հարցը։ Նախորդ հարցը դրել էի քվեարկության։ Հիմա զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերվում է 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցում միջոցառմանը 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին, որից զգալի մասը շուրջ 468 միլիոն դրամը կվճարվի կապալառուին որպես հետավարտական երաշխիքի բաստողում, 117 միլիարդ դրամը կվճարվի որպես խորհրդատուի ծառայության դիմաց վճարվող գումար։ Պիտի ասեմ, որ շինարարությունը պարոն վարչապետ, ինչպես նախորդիվ առիթ ունեցել ենք ձեզ ներկայացնելու, այդ թվում նաև ջրամբար կատարած այցի շրջանակներում ավարտվել է 30 միլիոն ծավալ տարողությունից 12.5 միլիոն խորանարդ մետր էսպային ջրալցվել է, փորձարկել ենք եւ ջրալցման եւ ջրաթափման համակարգերը, նաեւ վթարային ջրաթափման համակարգը, սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է եւ ոչինչ դրանից ավել։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, Վեդու ջրամբարի շինարարությունը ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ մեզ բոլորի շնորհավորել, ինչու, որովհետեւ այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք Երրորդ հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ։ Եվ պետք է արձանագրել հետևյալը, որ երբ որ մենք ասում ենք ջրամբարի շինարարությունը ավարտված է, այստեղ էլ հասկացությունների մեջ մենք պետք է ճշգրտում անենք, որովհետև սովորաբար նման մասշտաբի կառույցները իրենք այնպես չի, որ երբ որ էքսկավատորները եւ տրակտորները տարածքից դուրս են գալիս եւ դրանով ամեն ինչ ավարտվում է։ Հիմա օրինակ տեղի ունենում ջրալցման աշխատանքներ, բայց ջրալցումը տեղի ունենում ինժեներական ամենօրյա սպասարկմամբ։ Եվ այսինքն ինժեներները ուղեկցում են, այդ ջուրը բարձանում է, ստուգում են ամբարտակի վիճակը, ինչա տեղի ունենում եւ այլն եւ բազմաթիվ պարամետրեր, ընդ որում պիտի ասեմ, որ այց ենք կատարել եւ խորհրդակցություն ենք ունեցել Վեդի ջրամբարում եւ պիտի արձանագրեմ, որ տպավորված եմ այդ կառույցից, էդ էլ արձանագրենք պարոն Խաչատրյան, թե ինչ դժվարություններով է կառուցվել, որովհետև ես հիշում եմ այս ընթացքում մի քանի որոշումներ են կայացրել, ըստ էության մի քանի անգամ եղել է նախագիծը ձախողման եզրին, շատ բարդ որոշումներ են կայացրել եւ այլն եւ այդպես շարունակ, բայց սրանից էլ մենք պետք է առերեսվենք, որ այո, Հայաստանում ջրամբարներ են կառուցվել ժամանակին, շատ մեծ, շատ բարդ ջրամբարներ են կառուցվել, բայց ցանկացած գիտելիք եւ հմտություն, որը չի օգտագործում, ինքը մոռացվում է, այս մեկ։ Եվ երկրորդն էլ այն 5 գիտելիքը այն ժամանակվա մոռացվում է, տեխնոլոգիան էլ առաջ է գալիս, առաջ է գնում, եւ որ դու այս X կետի սկսում ես վերադառնալ, թարմացնել քո ունեցած գիտելիքը, նույնիսկ 100%-ով թարմացնում ես, տեսնում ես արդեն այդ գիտելիքը հնացած է, պետք է սովորել նոր բան, եւ այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով, այդպիսի ամբարտակ Հայաստանի Հանրապետությունում պարզապես գոյություն չունի։